Հույրա Հայաստանի Գերագույն մարմնի անդամներն ու ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավորները Գորիսում էին դեմարդեմ խոսելու քաղաքացիների հետ, ներկայացնելու իրենց քաղաքական ծրագրերը, լսելու գորիսեցիների մտահոգություններն ու խնդիրների լուծման առաջարկները։ Մեր պաշտպանը այսօրվա վրա մենակ դուք եք ձեզ մնամա։ Հույրա Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ընդդիմության ապավինող քաղաքացիներին նախ իրականությունն է ներկայացնում։ Առանց չափազանցնելու մեր երկիրը եւ ժողովուրդը գտնվում է իր պատմության ամենածանր եւ վճռորոշ փուլերից մեկում։ Սյունիքի օրինակով Իշխան Սաղաթելյանը Փաշինյանի խաղաղության կոնցեպտն է ներկայացնում, փաստելով, թե ինչպես են խաղաղության փոխարեն թշնամուն հասցրել նաև Սյունեցու դուռը։ Նույն 21 թվականին Նիկոլ Փաշինյանը այս Գորիսի հրապարակում հայտարարում էր, որ ես դες բերելու եմ խաղաղություն։ Խաղաղություն գոռալով թշնամուն այսօր բերես նստացրեց Սև լճում, Իշխանասարում եւ այսօր Սյունիքը ամբողջությամբ շրջափակված է եւ թշնամու նշանակետի տակ։ Այսօր ձեզանից լավ որևէ մեկը չի տեսնում եւ իր կաշվի վրա չի զգում, սրանք խաղաղության գոռալով ոնց են պատերազմը ավելի մոտեցրել ձեր եւ մեր բոլորի տներին։ Իրական խաղաղության հասնելու բանաձևն ըստ Հույրա Գերագույն մարմնի ներկայացուցչի խաղաղություն մուրալը չէ, այլ կա հստակ ճանապարհ։ Խաղաղության հասնելու ճանապարհը երկրի պաշտպանությունն է։ Անվտանգությունն է բերելու խաղաղության, ոչ թե խաղաղությունը անվտանգություն։ Ինչ է տալու խաղաղության փաստաթուղթը, հետաքրքրվում են Գորիսում։ Սա խաղաղության մասին փաստաթուղթ չի։ Սա շատ ավելի խորը համապարփակ կապիտուլյացիա է։ Սրանով Ադրբեջանը ֆիքսում է, փորձում է օրինականացնել, լեգիտիմացնել այն, ինչ ձեռք է բերել, եւ դրանով չի սահմանափակում Հայաստանի նկատմամբ հետագա ագրեսիա։ Սրանով չի լուծվում։ Տեսեք, սահմանագծման եւ սահմանազատման հարցը, այն որ ասում են լուծվում է, սուտ են ասում։ Այս փաստաթղթով ֆիքսվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այդ կանոնակարգն հաստատվել է, պետք է տեղ ունենա սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ։ Գերիների հարցը չի լուծվում, Արցախահայերի վերադարձի խնդիրը չի լուծվում։ Հայաստանի որևէ հարց այս փաստաթղթով չի լուծվում, բայց սա փորձում են ձեզ ծախեն իբրև խաղաղության փաստաթուղթ, որպեսզի վաղն էլ գան, ձեր քվեն ուզեն վերարտադրվեն եւ շարունակեն նոր զիջումներ։ Արցախի հարցով այս պայմանագրում որևէ նշում չկա, բայց կան պարտավորություններ, որ միջազգային դատարաններից ետ կանչեն Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած բողոքները։ Եթե այդ բողոքները միջազգային դատարանից հետ կանչեն, սրանով մենք լեգիտիմացնելու ենք այն ցեղասպանությունը, հանցագործությունը, էթնիկ զտումը, որը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից Արցախ։ Թշնամու ճիրաներից մի կերպ փրկված եւ տեղահանված արցախցիները գոյության խնդրի առջև են կանգնած նաեւ մայր հայրենիքում, ինչի են ուզում հասնել Հայաստանի իշխանությունները արցախցիներին զրկելով սոցիալական ծրագրերից եւ ապրելու տարրական միջոցներից, որն է դժվարությունները հաղթահարելու ելքը։ Հարցերին ի պատասխան կարծիքներ են հնչեցնում Հայաստան խմբակցության պատգամավորները։ Մեր գնահատականով այդ ամեն ինչ արվում է, որպեսզի ղարաբաղցիները գնան Հայաստան։ Դանել գումարված է շատելության խոսքը։ Այս 40 պլյուս 10,000-ը այս դες լավություն չեն արել։ Ոչ էլ նվեր են տվել։ Սա Հայաստանի Հանրապետության պարտավորությունն է, այդվում միջազգային պարտավորությունը, երբ որ փախստականներին հյուրընկալել են, այսպես ճակերտավոր, եւ այդ միջազգային կառույցներից միլիոններով, միլիարդներով փողեր են ստացել։ Նաեւ այդ պարտականությունը տարել ցույց են տվել, որ այսքան փախստական են ընդունել։ Արցախի օրինակը կրկնվում է Սյունիքում, մտահոգված բարձրաձայնում են հանդիպմանը մասնակից գորիսեցիները։ Թշնամին ամենօրյա կրակոցներով կրկնում է նույն սցենարը, ինչն արեց Արցախում։ Արցախում։ Դա նայեն տեսնային ինչ էլի կատարվում քշերը։ Այստեղ չեն լսում, չեն իմանում։ Օշնի, պարոն Սաղաթելյան, որ Արցախում սկզբից ինչ որ տուրքները, թուրքերը սկսել են այն նույն ճանապարհը վերցրած կատարումը այդքան Արցախում կա նույնն է, ոչ մի։
Տշնամուն զսպելու կորուստների ընթացքը կասեցնելու ելքը միավորված ուժով պայքարն է, համոզված է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։ Պետք է ստեղծել դիմադրության առանցք, որովհետև եթե դիմադրության առանցքը մենք չկարողացանք ստեղծել, մեր ազգային դիմադրության առանցքը մեզանից, այստեղ նստածներից ու այստեղից դուրս մեր հետ համակարծիք, մեր քաղաքացիներով չկարողացանք ստեղծել, վաղը մեր հետ ու մեր գլխին գալու է այն ու Սյունիքի ապագան շատ հեռու չի Արցախի ապագայից։ Միանշանակ ստեղծված իրավիճակից ելք եւ հնարավորություն կա։ Եթե մենք ունենանք նորմալ ազգային իշխանություն, ով առաջնորդվի մեր ժողովրդի շահերով, պետության շահերով, չհրաժարվի հայ ժողովրդի հավաքական իրավունքներից եւ կարողանա վարելով ճիշտ արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, բանակը վերակազմակերպելով պաշտպանի մեր երկիրը։ Ընկերը, որ ասում է Քարաշենում են, Քարաշենում ապրում են բերթաձորցիներ։ Գիտեք ինչ է Քարաշենում ապրում, որտեղ Քարաշենից բերթաձորը երևում է։ Մեր Աշոտը Սիմոնյան Սասունցի է, իր պապերը 15 թվականին որ եկել են, այնտեղ են Թալին հաստատվել, որ իրանց երկիրը երևա ու վերադառնալու է թույցն է։ Բերթաձորցիները Քարաշենում ապրում են, որ բերթաձոր վերադառնան։ Ես գիտեմ, որ Դաշնակցությունը հատկապես շատ լավ ծրագրեր ունի այդ նմանատիպ, օրինակ բանակումի մասն եմ լսել, ինչու այդ ծրագրերը չբերել Սյունիք, շատ անել, ներգրավել ստեի երիտասարդությանը, բնակչությանը։ Սյունիքի հետ կապված նույնիսկ մեր ընդհանուր ժողովի, Գերագույն ժողովի որոշումն է, որ Սյունիքը մեր համար ռազմավարական նշանակություն ունի եւ մեր բոլոր համայնքային ծրագրերը, որտեղ հնարավորություն ունենք, պետք է ուղղորդենք Սյունիք, այո, հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական նշանակությունը, այս մեր համար շատ սկզբունքային առաջնահերթություն է։ Հանդիպմանը ներկա գորիսեցիները համակարծիք են հող հայրենին պաշտպանելու համար պետք է օգտագործել պայքարի բոլոր եղանակները, փողոցային պայքարից մինչև ընտրական գործընթաց, բայց եւ այնպես Տանձամբ ես համաձայն չեմ սպասենք 26 թվականը։ Որովհետև չկա, այդքան ժամանակ չունենք ըստ իս։ Ըստ ձեզ, երբ մոտակա օր, մոտակա շաբաթ կամ թեկուզ մոտակա ամիս, երբ է մեկնարկը տրվելու, Հիմա օր չեմ ասում, բայց այդ կարծում շատ հեռու չի գնալու, էլ։